Դատարկաթոռ անգործության մատնված երաժշտական գործիքներ, գրքի չթերթված էջ ու կիսաբաց դռներ։ Այս լուսանկարներում արցախյան պատերազմներում անհետ կորածների անձնական իրերն են եւ նրանց անավարտ գործերը։ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ Արմավիրում ապրող նրանց ընտանիքները լուսանկարների ցուցադրություն էին կազմակերպել։ Աջակցել են Կարմիր խաչի միջազգային եւ հայկական ընկերությունները։ Յուրաքանչյուր օր անհետ կորածի հիշատակի օր է, այն ընտանիքների օրն է, որոնք ապրում են տառապանքի եւ անորոշության մեջ, որովհետեւ հոր բացակայությունը, ամուսնու անհայտ ճակատագիրը, որդու դատարկաթոռը առաջ են բերում նույն հարցը, որտեղ է հայրս, ամուսինս, որդիս։ Ցուցահանդեսի գաղափարը ծնվել է Մերի Սուքիասյանի մի նկարից, որում սովորական աթոռ է պատկերված։ Այդ աթոռը իմ հայրիկի աթոռն է եղել, ու դա դրված է մեր սենյակի մի անկյունում, որտեղ վրան դրված է իմ հայրիկի հագուստը, որը նա հագել էր պատերազմի օրը։ Բոլոր լուսանկարներում կարմիր թելի պես կարոտ անորոշություն, ցավ ու սպասում կա։ Զարինե Հակոբյանի ամուսինը Յուրի Հարուստամյանը 30 տարի անհետ կորած է համարվում։ Կինը հավատում է, ամուսինը ողջ է։ Տիկին Զարինեն իր բախտակից կանանց հետ մշտական շփման մեջ է։ Կուզեի, որ ողջ լինեն, բայց եթե պետք է մնան անհայտ ճակատագրով, ինչպես 30 տարի մենք ենք սպասում, թողների Աստված, եթե իրոք չկան տղաները, գոնե հայոց հողում ամփոփվի նրանց մարմինը։ Հույսը չի կորցնում նաև Ալբերտ Մելքոնյանի մայրը։ Քիմիկների զորամասում է եղել, կողսականի մոտ շրջափակման մեջ ընկել։ Մարտական ընկերների մի մասը զոհվել է, ոմանք կարողացել են փրկվել, իսկ ինքը մոտ տեղեկություններով գերեվարվել է։ Իմ սիրտը զգում է, որ ինքը գալու է, թեկուզ ուշ, բայց գալու է։ Անձի անհետացումից հետո կարևորագույն հարցը մնում է եղելության բացահայտումը։ Ասում են, ընտանիքներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ է կատարվել իրենց հարազատի հետ։ Հանուր առմամբ մենք խոսում ենք շուրջ 700 հոգու մասին Հայաստանում միայն, որը մեր կազմակերպությունը գրանցել է որպես անհայտ կորած։ Խոսքը գնում է շուրջ 400 հոգու մասին, որոնք անհայտ կորած են համարվում, մեր կողմից գրանցված, այդ անձին մեր ընտանիքների 90-ականներից եւ շուրջ 300 հոգի, որոնք անհայտ կորած են համարվում 2020-22 թվականների ընթացքում հակամարտության սրացման հետևանքով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալով հակամարտության ամբողջ ընթացքում անհետ կորած են ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք։ Նրանց բոլորի ընտանիքների հետ գործակցությունը Կարմիր խաչի հետ շատ կարևոր է, քանի որ ցանկացած տեղեկություն կարող է լույս սփռել որոնման արդյունքների վրա։ Պատասխաններ կարող են գտնել օրինակի համար քարտեզագրելով այն վայրերը, որտեղ ժամանակին մարտեր են տեղի ունեցել, այնուհետև կատարել արտաշիրմումներ եւ փորձել նույնականացնել մարդկային աճումները կամ մասունքները եւ այս կերպով պատասխաններ տալ անձանց ընտանիքներին իրենց հարազատի մասին։ Շատ մենք խոսում ենք բնականաբար ավելի ողբերգական, այսպես ասած, ելքի մասին, սակայն դա էլ է պատասխան։ Հարազատ ու բարեկամ կորցրածները հույս ունեն, որ նրանց ողջ եւ առողջ են տեսնելու, իսկ անորոշությունն ու սպասումը այլևս չկրկնվելու խորհրդով կմնան լուսանկարներում։ Հայկ Շասանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։